Ես Ճոպան եմ, 13 տարեկան, ապրում եմ Նոր Գյուղին գյուղում։ Ես Լևոնն եմ, 14 տարեկան, ծնվել եմ սրտի 4 արատով, 4 անգամ սրտի վիրահատություն եմ տարել, վերջինը եղել է 3 տարի առաջ։ Ես ծնվել եմ 10 տարեկան, ես մեր տան փոքր տեղն եմ և ուրախություն եմ։ Ստեղում ենք իմ աղբայր Լևոնի թոշակը, մաման վիրահատարանի դեմն էր, անընդհատ այնտեղ հիվանդանոցներում էր քնում, որ Լևոնի մոտ լիներ։ Պապաս մեզ թողել է 5-6 տարի առաջ մամայի մոտ ու գնացել է։ Ես իմ մամային շատ եմ խղճում, որովհետև այդ տարիներին մամաս շատ է տանջվել, հիմա էլ տեսողական խնդիրներ ունի։ Իմ մաման մեզ շատ դաժան պայմաններում է մեծացնում, շատ դժվարությամբ, ինքը պայմանները փորձում ստեղծի Սովետաշենի աղբանոցում մետաղ հավաքելով, հանձնելով, որ կարողանա մեզ պահի։ Ես չեմ կարողանում ծանրություն բարձրացնել, տեսնում եմ իմ մայրիկը ծանրությունը բարձրացնում, բայց չեմ կարող ցավոք իրեն օգնել։ Մաման էլ աչքերի հիվանդություն ունի, լավ չի տեսնում, իր երկու աչքերն էլ վնասված է։ Որ մաման հայաթական տուն է աշխատում կամ գործ է անում, ես իրան օգնում եմ, իմ աղբերների հետ գործեր ենք անում։ Մաման մեր մասին ինքն է մտածում, որ ինքը չի թողում մենք գնանք իրան օգնենք կամ ինչ-որ մի բան անենք, որ ինքը մենակ է գնում Սովետաշենի աղբանոց ու մետաղը հավքում է ծանր գործերը անում է, որ մեզ պահի։ Ես որ մեծանամ, ուզում եմ երգիչ դառնամ, որ Արեգ Դոմիկյանի պես լավ երգիչ լինեմ, որ կարողանամ լավ երգեմ։ Ես գիտեմ, որ Արեգն ու իր աղբերը, Արկադին, մեր պես շատ վատ պայմաններում են ապրել, մեծացել են, աշխատել են ու ձգտել են, կարողացել են լավ բաների հասնել ու իրանք հիմա իրենց ծնողներին են պահում ու իրենց ընտանիքին են պահում։ Շուտով նոր տարի է և ես էլ կուզեմ, որ մենք մեծ սեղան գցենք և համով ուտելիքներ պատրաստենք, բայց ցավոք չենք կարող, որովհետև մաման օրվա հացի փողն է աշխատում։ Նոր տարի կլինի, հին տարի կլինի, մեկը կապ չունի, մեր համար միշտ սովորական օր է։ Քնում ենք, արթնանում ենք ու էլի անցնում ենք մեր դաժան ապրոստին, գործեր, աշխատանքներ։ Ես շատ եմ սիրում ես կամը ու հավանել եմ, որ
Երեխաները տեսնում են իրանց երազանքների մարդը ու մենք էլ ենք ուզում տեսնենք։ Ես այնքան կուզեմ Արիկը գա մեր տուն, ես երազել եմ տենց հայտնի մարդ գա մեր տուն ու ինքը կլինի մեր տան ամենալավ հյուրը։ Հոկտեմբերի 31-ը գալիս է, ես մտածում եմ, որ բոլոր գիտեմ ուրախ է, բոլորը սպասում են ծմեր պապիկին, բայց մենք չենք կարող, մենք ողջ ենք, տխուր ենք։ Մենք նոր տարում անգամ դողնածար չունենք, փոքր, որ զարդարենք կամ լույս կախենք վրենք, որ մենք փոքր աղբենք ու քորը ուրախանանք ու չտխրենք։ Ես հավատում եմ, որ մեր երազանքների մեջ այս մի երազանքը կատարվի։ Ես կուզեմ մեր ընտանիքը բոլոր ընտանիքների պես լավ նոր տարի նշի։ Իմ երազանքն է, որ մենք մեր տանը լավ սեղան գցենք, տոնածառ ունենանք, մենք էլ ձմեռ պապիկին նամակներ գրենք, իրան սպասենք, որ ինքը էլ գա ու ուրախ լինի, մեր տանը ուրախություն լինի։ Ձեր կարծիքով որ Արիկը մեր մասին իմանալ գա մեզ նայանը, տենա, որտեղ ինքը Մոսկվայում։ Ամենք ով ենք, որ ինքը Մոսկվայից ելնի գա մեզ տենա, հատուկ մեր համար։ Գիրևակայելի ворջ եք, սովորական հասարակ ворդ եք։ Մենք հասարակ երեխեք ենք, ոչ մի բան չունենք, ինքը հաստատ կամաչի գա մեզ տենա։ Ոչ շոր ունենք, ոչ կոշիկ ունենք, ոչ լավ տուն ունենք, հոջի գալու մենք մանգայի համար Հայաստան մեզ տենալու։ Եկեք գիտեք ինչ անենք։ Նոր տարվա գիշերը այս անգամ էլ երազանք բանենք, որ մենք Արիկ Դոմիկյանին տենանք։ Տեսնենք կկատարվի։ Դժվար։ Մենք ամեն անգամ դες երազանք բանենք չի կատարվում, բայց եկեք այս տարի էլ փորձենք։ 3 տարի փորձել ենք։ Որ մենք երազանք բանենք, որ երազում ենք Արիկ Դոմիկյանին տեսնել, ինքը հաստատ կգա։ Ինչքան մենք հասարակ երեխեք ենք, ինչքան որ կամաչի գա տենա, բայց դե կգա։ Ինքը տեսել վախներս բերեց, եկավ մեզ տենալու։ Ոչ մի լավ բան չի լինում այդ, գոնե նոր տարի է, մեր մասին իմանա գա, մեզ անկալամի, մենք դրանից շատ կուրախանանք։ Մեր ամենալավ նվերը կլինի։ Նոր տարի է, հին տարի է, ինչ կապում է, եթե մեր մոտ սաղորերը իրար իմանա, բայց որ ինքը այս տարի գա, մեզ շատ մեծ անկալ կամի, դուք որ տենակ իրան ինչ կասեք։ Ես կասեմ, որ դու շատ լավ երգիչ ես։ Ես կասեմ, որ ես ամբողջ կյանքիս ընթացքում երազել էի քեզ տենա ու քո երգերը շատ եմ սիրում։ Դու ստիպ։ Դե ես ասեմ, որ կուզում եմ քանոմա երգիչ դառնալ ու շատ եմ սիրում քեզ քո երգերը։ Երանի երեխեքին, որ երեխեքը տես լավ պապա ունեն։ Դու էլ կուզեի չէ տես լավ պապա ունենայիր։ Բայց ցավոք չունենք։ Դա դու կուզեի։ Հա։ Ասում են նոր տարվա երազանքները կատարվում է։ Գոնե այս անգամ մեր երազանքը կատարվի։ 3 տարի չի եղել։ Ես էլ եմ մտածում, որ կատարվի չէ մեր երազանքները։ Հա, ես հավատում եմ, որ նոր տարվա երազանքները կատարվելու է։ Ես էլ եմ հավատում։
Շապ դու հավատում ես արագա։ Չէ։ Ասում չէ, բայց դու Անջս ուղղակի զարդ կզավստան որ չի գա։ իսկ ես դու հավատում ես ինքը։ Հա, բարին կա հրաշք լինի, չէ, չի գալի։ Երկու տարի սպասել եք խորին։ Միշտ երազել եմ որ գամ միշտ ուզեի ցույց կազմից։ Աղբերներ ոնց եք։ Ոնց է, մենակ մեռնեմ ջանի, շոլացում ես, ես ավելի շատ լացում ես, սրտից Մենք միշտ երազել ենք տեսնել նայինք։ ես եմ երազել, մեռնեմ ես ջանի, հաստերո։ Դրում ես աղպես որ, եթե մի բան երազում ես, էլ նոմա, չէ։ Ես շատ եմ դիում ձեզ։ Մեռնեմ ջանի, բայց ես ոնց եմ կրել, աղբերներ ջան։ Ձեր ցավը տանը, մենք այսօրվանից միշտ իր հետ ենք կրնելու, ես որպես ձեր մեծ աղբեր միշտ ձեր հետ եմ մտնելու։ Հավատում ես։ Մեռնեմ ջանի։ Ես երեքերը Երանի Իտալից երեքի որ ձեր նման պապա ունեն։ Դու իմացի, որ դու այտենց լավ աղբեր ունես, դու էլ։ Մեռնեմ ձեր ջան, աղբերս սաղ լավ ալնելու ու մի հուզվի, մի մտածի, այն ասում մարդ պետք է եթե մի բանի ցանկանում է, այդ միշտ կատարվում է։ Եթե չի կարող ձևն, եթե մի բան ուզում ես, սրտով ես, սրտանց ես ուզում, եթե լինում է ու Աստվածը ձեր ձենը լսել է ու այնց հարը, որ մենք այսօր իր հետ լինենք։ Ցավը տանը։ Մենք միշտ ամեն նոր տարվա երազանք ենք բանում ու քնում ենք այն հույսով, որ դուք առավոտը կգաք մեզ տեսնելու։ Ես շատ ուրախ եմ, որ դուք եկել եք մեր երազանքը կատարվել է։ Բայց հիմա դուք հավատացիք, որ երազանքները կատարվում են։ Ճիշտ է։ Անհնարին բան չկա։ Պետք է պրոս սրտանց ուզես ու ամեն ինչ լինում է։ Ճիշտ է, կարող ժամանակը մի քիչ ուշ, մի քիչ շուտ, բայց երազանքը եթե սրտանց ուզում ես անպայման կատարվելու է։ Ու այսօր կփորձեմ ձեր երազանքների մասը ես իմ ուժերով կատարեմ։ Okay, աղբերներ ջան։ Սա ցավնետա մի լացեք, մի հուզվեք, չէ՞ թե ես էլ եմ հեսա հուզվելու։ Կարևորը մենք իրար տեսանք, կարևորը մենք իրար հետ ենք լինելու ու դուք ունեք ինձ մեծ աղբեր, ես էլ ձեզ որպես փոքր աղբեր։ Չէ՞ մոյ բրատ։ Մենք նոր տարվան ընդհանրապես սեղան չենք գցել, նոր տարվան 1000 չի եղել, բայց որ դուք այսօր եկաք, մենք հավատում ենք։ Ես մեր ամենա լավ նոր տարին է այս տարի։ Ես ձեզ մի բան ասեմ, իմացեք, ամեն նոր տարին դուք ունենալու եք լավ նոր տարվա սեղան, տոնածառով, ոնց որ պիտի լինի։ Այսօրվանից, այս նոր տարուց միշտ լինելու է այդպես, ես ձեզի խոսք եմ տալի։ Դրեք, բայց գիտեք չէ, սրի համար 2 տոն է։ Առաջի տոնը, որ ես եկա ձեզ հանդիպեցի, ձեզ տեսա իմ աղբիների, երկրորդ տոնն էլ նոր տարին, օքեյ։ Երրորդ տոնն էլ այսօր իմ ծննդյան օրն է։ Գազային 90 թվականի դեկտեմբեր 31-ին եք ծնվել։ Ջան, աղբերս։ Դրա համար իմ համար էսի մեծ նվեր է, որ ես ձեզ հետ հանդիպեցի։ Ու այսօր համ լավ նոր տարի ենք նշելու, համ իմ աղբերներիս հետ իմ ծնունդն ենք նշելու, օքեյ։ Դե մի հատ անցնենք իրար հետ տուն, քանի որ երազանք եք ունեցել, որ պետք է ունենաք նոր տարվա տոնածառ եւ սեղան, մենք իրար հետ հետում ենք տեսախ կազմակերպենք։ Գնացինք։ Հա, մոծիկ։ Նոր Մենք ամեն նոր տարվա երազանք ենք բաղում, որ ձեզ տեսնեիք, բայց ամեն շեր եմ նոր։ Եվ որ ասում եք նոր տարի չենք նշել, տոնածառ չենք ունեցել, դրեմ ես։ Ես նա ինչ տոնածառը իրար հետ զարդարելու։ Մենք ունենք։ Հա։ Հիմա ունենք Հիմա տոնածառ։ տոնածառ ունես, խզա իրար հետ զարդարելու ենք սիրուն։ Մամային հեսա անակնկալ կանենք, չէ՞։ Հա։ Այս վեկալ Սա ես պետք է վառեք էլ։ Ո՞նց
Ես մեր կյանքի առաջին տոնածառն է։ Ես շատ ուրախ եմ, որ դու եկար մեր տուն, այս տոնածառը ունեցանք մեծ ցանկ։ Մաման հիմա տունը չի, գնացել է իր աչքերի օպերացիայի։ Պետությունը իրան գումար տվել, որ ինքը կարող է իր աչքերը վիրահատի, ինքը լավ տենա, կոմս չդինի։ Դրա համար ինքը գնացել է վիրահատվի։ Մաման առողջություն, երկրորդն է մաման լավ անակնկալ կանենք, որ մաման գա տենա տոնածառը, որը մենք իրար հետ ենք զարդարել, հասած մաման էլ շատ ուրախ կլինի։ Տղեկ միջև ստեղ գալը, անկեղծ ասած, ես կամ աղջիկներն ինձ ուղարկել են վիդեոներ, տեսել եմ ինչ պայմաններում եք դուք ապրում, բայց կուզենամ մի հատ իրար հետ մտնենք, ես իմ աչքով տենամ ու մի քիչ հետո դեզի մի բան կասեմ, որից հետո իմ սիրտը շատ թեթևանա։ Ձերն է հետը։ Մտնենք նայենք։ Ինձ որ ասեցին ուզում եք ինձ տենակի մեծ անոթանակ, շատ ուրախացել էի ու անկեղծ ասեմ մասնակցելը հաղորդմանը իմ համար անկեղծ եմ ասում, այդքան կարևոր չի, ինչքան ես ձեզ տեսա, ձեզ հետ ծանոթացա ու ես քանի որ տեսել եմ դուք ինչի կարիք ունեք, ես եւ իմ եղբայրը Արկադին եւ իմ ընկերները մենք մեր ուժերի չափով ցանկացել ենք անեցանենք, որ ձեր մոտ սա լավ լինի ու ինչ որ հոգսեր թեթևացնենք ձեր։ Так, սենց եմ բաց, չեմ գնի վրեկներս։ Աղբերներ ջան, այսօրվանից դուք ունենալու եք ձեր նոր տարվա սեղանը, մամային էլ նվերներ կա, ձեզի ամեկի ձեր կառավատները իրերով, ամեն ինչով ու ես շատ հույսով եմ, որ ձեր դուրը կգա ու էլի նվերներ կա, որի մենք մի քիչ ուշ հոտ կանրադանանք։ Տղեկ ջան, այս նոր նվերները սաղ ձեզ, թող նոր տարին ձեզի բերի միշտ լավն ու բարին ձեզ լինի, թող ձեր երազանքները միշտ կատարվեն ու այսօրվանից թող ձեր մոտ միշտ լավ լինի։ Գիտեմ, որ հեռուստացույց չեք ունեցել, իմ երկերը լսելու տենց հնարավորություն շատ չի եղել, հեսա կակրած տելեզոր կունենաք, ամեն ինչ եք նայեք, կհետևեք, մամային էլ լվացքի մեկնա շատ կարևոր է, շատ շնորհակալ եմ Աստծուն, որ Աստված ինձ տվել այդ հնարավորությունը, որ ես այսօր կարողանամ ձեր հոգսերը մի քիչ թեթևացնեմ եւ անեցանեմ, որ դուք ավելի լավ ձեզ զգաք ու չնեղվեք ու ոչ մի բանի կարիքներ չունենաք։ Բայց մի բան ասեմ, շատ լուրջ եմ ասում ձեզի վերաբերումը։ Ամեն ինչը տղամարդու համար է։ Լուբոյ դժվարությունը, ամեն դժվարությունը տղամարդու համար ու պետք է անցնեք։ Դրա մեջ վատ բան չկա, ամոթ բան չկա։ Ու իրեք եղբայրեք պետք է մեկը մեկի թիկուն կայնեք։ Ոնց որ իմ եղբայրը ինձ է կայնում, ես իրան, մենակով բան չի ստացում ես կյանքում։ Ձեր մեջքը դուք եք։ Ես էլ ձեր երկրորդ մեջքն եմ։ Ու այս նվերները բարով վայելեք, գիտեմ որ ձեր տունը ցուրտ է, բայց այսօրվանից հույսով եմ տաք կլինի, քան որ պլիտաներ կան, մամայի համար է գազօջախ եւ լիքը բաներ, որը ձեզի կարեւոր է ու ձեզի ավելի լավ կլինի։ Միշտ երազել ենք մենք մեր աղջկանները ունենանք եւ երանի ձեր երեխաներին, որ ձերպես պապա ունեն։ Ապրես ցավը տարած, ապրես աղբերս բարով մավայելեք։ Տղեկ, մի բան էլ ասեմ, ոնց նկատեցիք էլ ունեք նվերներ, որը ուղարկել է պարոն Գագիկ Ծառուկյանը եւ տիկին Ռոզա Ծառուկյանը, ովքեր միշտ օգնում են կարիք ունեցող մարդկանց, ում շատ շնորհակալ ենք դրա համար։ Այսօրվանից ունենալու եք թազա շորեր, տաք կուրտկեիք հեսա հագնելու ենք տականանք, չէ՞, աղբերս, եւ նոր տարվա սնունդ, եւ լիքը նվերներ քուրիկի համար էլ, մամայի համար էլ, հեսա մենք հեսա գնայենք իրար հետ, սիրուն շորիկները քակնենք ու մենք տեղ ունենք իրար հետ տալու։ Լեմատեսի պայ օգնից բացենք, հեսա մենք գնայենք ու հասկանանք, որը ում կսազի։ Ես էլ եմ դու հակի աղբերս։ Մի հատ վրայից հակյուր սառեց ներկապային։ Ահա։ Կարևորը շուշուտ կուրտեկը բացենք։ Էսի
Հələ մի հատ հակես հակ հասկանանք։ Ախպերս կարևոր իմաչ լարենք։ Էսի երևի Հələ մի հատ հակի ախպերս։ Ահա, վերջացավ։ Էսի 36։ Էսի ախպերս քոնա։ 36։ Հա, շփոթ։ Էսի երևի քուրիկին է, չէ՞։ Այո։ Հաստատ կուրախանա այսա ճուտիկը որ գա ծեր շորերը։ Ստոպ ջան, էսի քեզ։ Հեսա ինչ տալիս եմ, հետո ես մեկ փոխում ես, ախպերս։ Էսի քեզ։ Էսի, ես ասեմ ումնա։ Սամվելինն է։ Հա, Սամվելինն է։ Շատ լավ է, չէ՞ Սամ։ Շատ սիրում է։ Էսի քեզ ախպերս։ Չէ, կոչի։ Հա, վրայց է, շակետ։ Էս էլ եմ ախպեր։ Շագետ, հա։ Էսի քիչ է ուսի։ Որ ստիլի տղա դառնաս։ Հա։ Շատ։ Էսի քեզ ախպեր։ Սեպայի Քուրիկինն է։ Քուրիկինն է։ Քուրիկինն է։ Էսի քուրիկին դնենք։ Արևիկի տակ սիրո կուտ կենա։ Շատ սիրում է։ Հեսա ճուտիկը որ եկավ կենա, Ուրախանալու է։ հաստատ շատ կուրախանա։ Մենք Գագիկ Ծառուկյանի մասին շատ լսել էինք եւ մենք իրան տելևիզորով տեսել էինք։ Շատ շնորհակալություն, որ ինքը մեզ չի մոռացել եւ մեզ այսպես լավ նվերներ ա ուղարկել թազաշոր, մենք երբեք թազաշոր չենք ունեցել։ Մենք միշտ Հակեբանի շոուին ենք հակե ու մենք էլ տեսել ենք, որ ինքը տելևիզորով տեսել ենք, որ ինքը ուրիշ երեխեքի միշտ լավ նվերներ ա ուղարկում ու շատ շնորհակալ ենք, որ ինքը այս անգամ մեզ ա ուղարկել ու մեր մասին չի մոռացել, էլի։ Մենք թազաշորել ունեցանք, նոր տարվա սեղաններ ունեցանք, մաման հեսա հիվանդանոցից կգա ու շատ կուրախանա, որ մեզ այսքան նվերներ են բերել ու իրանել։ Էդ գիտես ինչից է, հետո որ դուք լավ մարդ եք, լավ տղեկ եք, դրանից է որ դուք ունեցաք այսօր այդքան նվերներ։ Ու միշտ էլ ունենալու եք։ Չէ՞։ Այո։ Սիմպլ, քանի որ դուք ասել եք, որ դու նոր տարվա սեղան չեք ունեցել, չեք նշել նոր տարին։ Ճիշտ ասած մենք արանք այդանք ինչ որ որոշ տեղ նստենք իրար հետ հաց ուտենք, բայց ես շատ եմ ցանկացի ու ուզում եմ որ մենք ձեր տունը նոր տարվա սեղան բացենք եւ բաժակի տանք եւ մեր կուկոտոր հաց ուտենք իրար հետ ձեր տամեջ ձեր նոր տարվա սեղանին ես էլ մասնակցեմ, իմ համար դա շատ մեծ պատիվ է։ Ինչ տամ ախպերս էլ եմ ասեք սառը խորովա։ Գտնած։ Ախպերս։ Կոմպլետա։ Մեկ էլ որ բանա։ Մեր բառը գիտենք, բայց չենք կարող եկեք։ Քի, ռուսերենա։ Հա։ Մադամը։ Մայա, твоя дочь тебе жизнь надо։ Լավ է խոսում։ Արագ ասում։ Մենք այսօր պապայի կարոտը ձեզնից առանք, որ Ցավոտ տանեմ ես, եթե կարում եմ ինչ-որ իմ չափով այդ կարիքը լրացնեմ, որպես ձեզի աղբեր լինեմ, ես շատ ուրախ եմ դրանով։ Ու ամեն լավ կլինի։ ուզում եմ խմեմ քո կենացը ու շնորհավոր եմ քո նոր տարին ու քո ծնունդը։ Ապրես իմ անուշ աղբեր, ապրես ցավոտ տանեմ։ Ես էլ եմ շատ ուրախ, որ այսօր ես ձեր հետ նստած եմ, նոր տարվա սեղանին իրար հետ նստած ենք։ Շատ իմ համար դա շատ հաճելի է ու ես Աստծուն շնորհակալ եմ, որ ես այսօր ունեցա այդ հնարավորությունը ձեզ տենամ։ Ավելի կոպետ փոփոխ կոթորները։ Լավն է։ Հարմար է նստելը։ Դե թող միշտ քո կյանքում սա հարմար ու լավ լինի, աղբեր ջան։ Տաներ շնորհավոր տղեկ ջան։ Միշտ ուրախ, միշտ երջանիկ լինեք ու առողջ։ Իսկ դեռ մենք այդում ենք գազանանոց։ Գազանանոց։ Հա։ Հիմա մանրից աճ ենք այդում, կանի, հեսա չէ, արեք։ Հիմա աճ։ Հիմա մի բան ասեմ։ Ուր որ եկել ենք, ես էլ կյանքում չեմ եղել։ Էս իմ լավ ընկերները իմացան, որ պիտի ձեզ տենամ, ուզեցան իրանք էլ մասնակցեն, որ ձեզի սուրպրիզ անեն։ Շնորհակալություն եք հայտնում Armenian Helicopters ուղղաթիռային կազմակերպությանը։ Բացեք աչքներդ։
Վայ, Բոլորի մանաս ես եմ ոնց վախում, ասմա վախում եմ։ Ռուլին ես նստում դու։ Չէ, ես չնստի, ես կնստեմ։ Վախեցաք։ Չէ, ես չվախեցա, ես վախացա։ Բարևձեզ։ Բարևձեզ։ Ես Հայկն եմ։ Ես Լևոնն եմ։ Ստյոպ։ Լևոն, Սամո։ Ստյոպ։ Ջան, ես Հայկն եմ։ Սամո։ Գրեց հատամ, արեք։ Մի րոպե, Արման ջան, մի րոպե, ուրեմն տղան էր։ Հիմա անվտանգության բրիֆինգ պետք է անցկացնենք, շատ Չէ, չկա անվտանգության գոտիներ։ Չէ, Մարի, յա։ Այ մնացածս ես կողմից եկեք։ ես չեմ գալի։ Չէ։ Գալիս եմ։ Կարա չի գա։ Չի ընկնի։ Չէ, Աստված չանի, ասում եք ինչ գնի։ Այ բաշի Չի գնի, ասում Աստված չանի, այ ախպեր։ Այս կարամ։ Սամը մի հել ոտեգի սախտեն։ Ռեմենետ մեկ բացի կոչկին կապ։ Մի դուրը չենք, մի փակեք, տղեկ, ոչ խելոք նստում եք, ոչ մի բանի ձեռ չեք տալի, ոչ մի բանի ընդհանրապես։ Տղեկ լավ օր էր, չէ՞ այսօր։ Հա, շատ։ Դուներդ եկա։ Հա, Չօգնեցիք, չէ՞։ չէ։ Հիմա նայեք, այսօր շատ տեղ ենք եղել, բայց նոր տարվա գիշերը շատ գեղեցիկ է եւ նոր տարին էտի մի հատ ուրիշ հեքիաթ է։ Եկել ենք այսա մի հատ սիրուն տեղ, որտեղ որ մի հատ իրար հետ օրնեք վայել ենք, որտեղ կատարվել են բոլոր երազանքները։
աշխատում։ Հատկապես այն կողմի կողմի։ Հետո մեզ Santus Victus Eiffus. Santus Victus Eiffus. Santa! Հոգիները եկել են քեզ հյուր, արտնացի, Սանտա! Սանտա! Սանտա Santa Claus. Հայ, Փեյփայի ձայնը կրնցրեց։ Որտեղ է Փեյփան։ Ուր է։ Փեյփա, շուտ արի, նվերները բեր երեխա պիտի գա ինձ մոտ։ Սանտա ջան։ Երեխաները անդեկեց յուր է եկել նայիր էստեղ են։ Այ ադակնկալ։ Բարև ձեզ։ Ոնց հասցրեցի գալ։ Վայ, գիտեք, շատ եմ կարոտեցիս։ Դուք կարոտել եք ինձ։ Վայ, ինչ լավը որ եկել եք ինձ մոտ։ Ես ձեզ շատ սիրում եմ։ Գիտեք, 10 տարի է գալիս եմ արդեն Հայաստան։ Մեծ հաճույքով, որտեղ շատ եմ սիրում հայ երեխաներին, նրանք էլ ինձ թվում է ինձ են սիրում։ Հիմա գիտեք ինչ, ես գալուց միշտ մի միտք ունեմ։ Կիսվեմ ձեզ հետ։ Ես գիտեք ինչ, ուզում եմ, որ դուք լինեք ամենալավ մարդիկ աշխարհում։ Բարի եղեք, բարիկներ։ Բարությունն է փրկում աշխարհը։ Ամեն ինչ բարության վրա է հիմնվում։ Սիրեք ձեզ, սիրեք ընկերներին, մեծերին, փոքրերին, սիրեք բնությունը, կենդանիներին, սիրեք, որտեղ սիրո մեջ պետք է ամեն ինչ անցնի։ Մեծերին հարգեք, որտեղ հարգելը իրանց խորհուրդները անչափ կարևոր են ձեզ համար։ Լավ սովորեք, որտեղ դուք ձեր տեղը պիտի գտնեք կյանքում, չէ՞։ Ձեզ պետք է հարգեն, ես ուզում եմ, որ ձեզ շատ հարգեն ու դուք թողնեք ձեր լուման այս աշխարհում։ Անպայման ընկերներ ունեցեք։ Առանց ընկերոջ դժվար է այդ ճանապարհը կյանքի անցնել։ Ուրախացեք միասին, աշխատեք միասին, երբեք չդավաճանեք ընկերներին, միշտ մոտ եղեք, թեթիկունք եղեք իրար։ Իսկ հիմա տեսեք երեխեք։ Ուզում եք մի բան եմ առաջարկում։ Դուք եւ ես միասին հրաշք գործենք։ Գիտեք ինչի մասին է խոսքս։ Ով կարող է, գիտեք, ժպիտի մասին է խոսքս։ Չէ՞ որ ժպիտ ամենամեծ հրաշքն է։ Առանց ժպիտի ոչ մի լավ բան աշխարհում չի լինում։ Դե եկեք լուսանկարենք, ժպիտներ ուղարկենք եթեր, թող մարդիկ որսան, թող բարյանան, թող սիրեն իրար, թող ծաղկի աշխարհը։ Նոր տարի, կարող եք անել, ձեռքերը բարձրացնել։ Տղեր ջան, այսօր ինչ որ կատարվել է, պատահական չէր էդի։ Ու ինչ որ կյանքում լինում է, պատահական չի։ Ես հույսով եմ, որ այսօրվա օրը հիշվելու է սաղից կյանքում, ձեր եւ իմ։ Ես շատ ուրախ եմ, որ այսօր մենք կարացանք ժամանակի հետ անցկացնենք, որ դուք էլ տենաք, որ երազները կատարվում է, կարա ավելի լավ լինի ու շատ բան ձեզնից է կախված, որ լավ լինելու համար դուք պետք է լավը լինեք։ Կարող է կողքից նայում եք Արեգ ապերը երկումա, Արկադի ապերը երկումա, այտենց հեշտ է մեր համար դարձել, բայց մենք էլ շատ խնդիրներ ենք ունեցել, բուջու վախտոնից աշխատել ենք, թե ես, թե իմ եղբայրը, շատ խնդիրներ ա եղել, բայց մենք չենք տխրել, մենք չենք մտածել, որ միշտ այտենց լինելու է։ Տարեկը գալու է, դուք էլ հասկանաք, որ լավ լինելու համար թե վատ, որոշողը դուք եք։ Հույսով եմ, որ այսօրվա օրը ձեր համար փաստ է, որ միշտ կարա ավելի լավն լինի։ Եվ թող նոր տարին ձեր մյուս երազանքները, որ դուք ունեք, թող մյուս տարին Աստծո կամքով էլի կատարվի։ Ես ինչքան գալու եմ Երևան, ժամանակը ինձ հաստատ ներելու եմ, ձեր հետ կապի կլինեմ, որ ձեզ միշտ գամ իրար տենանք։ Այ կապը, մինչև քո գալը մենք մտածում ենք, որ մենք բախտ չունենք։ Ես ու Լեովան նստած քարին մտածում ենք, որ մենք անբախտ ենք ու մեր երազանքները չի կատարվի, բայց այսօր դու ինձ արեցիք, որ մենք հավատանք, որ
Մենք երազանքներն էլ կատարվում ու մենք էլ մեր աղոթքներն էլ տեղաս է ու այդքան երեխեքից մենք ընտրվանք, մենք էլ բախտ ունենք։ Դու մեծ արեցի, որ մենք հավատանք ու ավելի վստահ լինենք ու շատ շնորհակալ եմ այսօրվա համար, որ այսօր մենք ընդհանրապես չենք մոռանա։ Ես եմ շնորհակալ ձեզնից հավատամ։ Ես եմ շատ ուրախ, այնոր ուժ ունենայի, հնարավորություն ունենայի բոլոր երեխաներնով, որ ինչ-որ բանի կարիք ունի, ես սաղին եմ մեծ սիրով կուզենայի ինչ-որ մի թեթև գործով էլ, մի բանով այնց անեի, որ երեխեք իրաց լավ զգան։ Դե տղեկ ջան, բաժակ բարձրացնենք, շնորհավոր բոլորիս նոր տարին ու թող ոչ մի երեխա այս կյանքում վատ օր չտենա, բոլորին տարի շնորհավոր ու ցանկում եմ միշտ շրջապատվեք լավ մարկանցով, դուք էլ միշտ առողջ լինեք։ Давай, брат. Դեր Աստված։ Ախպերներ ջան, այսօր լավ օր ունեցանք։ Ահա։ Շատ ափսոս որ օրը պրծավ, բայց շատ հիշվող օր էր, շատ լավ օր էր։ Ուզում եմ որ դուք միշտ զանգ արեք, մենք միշտ կապի լինենք։ Հենց Արիկ ապերի հետ ուզենաք խոսալ կամ հարց կլինի, դաժե որպես պրոստ ընկերներ, ես ձեզ հետ շատ ուրախ կլինեմ կապի լինեմ։ Մամա հեռախոսը կվերցնենք, կզանգենք ու ձեր հետ կխոսենք։ Դուք ոչ մեկը հեռախոս չունեք։ Ոչ։ Դեռ մամա հեռախոսից գոնե մեկ զանգեք, որ մենք միշտ կապի լինենք, հա։ Բայց դե քանի որ այսօր նոր տարի եւ սուրպրայզները մեր մոտ չեն պակասում, ախպերներ ջան, էս էլ Արիկ ապերի կողմից ամեկիդ, բայ, էսի քեզ, էսի քո հեռախոսը իմ ախպեր, էսը իր նաուշնիկը քեզ, էս իր նաուշնիկը քեզ, էս իր նաուշնիկը քեզ։ Շատ շնորհակալություն։ Դու չարես հավատանը։ Էս էլ ձեր տան համար որ սովորեք, ձեր դասերի համար ձեր համակարգիչը կանեք տուն եւ դասերը կանեք եւ կինոներ կնայեք եւ խաղ կխաղաք, որ դուք էլ իմանաք, որ դուք մեծ ապեր ունեք, որ դուք էլ ուրիշ երեխեքից էզի պակաս չզգաք։ Չգիտենք որ շնորհակալություն հայտնենք, շատ լավ նվեր եք արել մեզ, շատ ուրախ օր անցկացրեցինք ձեր հետ, շատ ուրախ ենք ու շնորհակալ ենք։ Բարով մաշեք, ցավն է տանեմ։ Տղա ջան, դե էս էլ հոլ ինտելեկտուալ խանութի կողմից ձեզի նվերները, խաղերը ու հեղինակ Կարեն Միրզյանի կողմից ձեզ նոր տարվա ամանորյա գրքեր։ Շնորհակալություն շատ շնորհակալություն։ Արիկ ապեր դու այսօր գիշեր գնում ես։ Ճիշտ է, ես շատ կուզեի որ մնայիր, օրը չպրծներ։ Հավատում եմ որ դու էլի կգաս ու էլի sense լավ բաներ կկատարվի մեր կյանքում։ Անպայման ես միշտ գալու եմ ու մենք միշտ իրար հետ ենք գնելու աղբերներ ջան։ Իմացեք, մենք մը դառել ենք 4 հատ աղբեր։ Բարի ամանորյա երեկո, Արիկ ջան։ Որտեղից Տեր հայր։ Աստված օրհնի։ Այսօր շատ հետաքրքիր զվարթ օր եք ունեցել եւ մենք տպավորված ենք ձեր առատաձեռնությամբ ու շատ շնորհակալ ենք ձեզանից։ Մանավանդ սքանչելի օր է այսօր, ձեր ծննդյան օրն է։ Մերսի շատ, հա, իրոք այսօր շատ հուզիչ օրեր, շատ հիշվող օրեր, շատ էմոցիոնալ օրեր եւ իմ համար շատ սպասելի եւ ուրախ օրեր, անկեղծ։ Եվ հատկապես ձեր ծննդյան օրը դուք այսօր հանդիպեցիք երեխաների, ովքեր որ ձեր օգնությամբ հավատացին, որ երազանքները կատարվում են իսկապես։ Այո, ու ես այսօր զգացել եմ երեխաների ջերմությունից, նրանց էմոցիաներից, որ իրանք անենց են ուրախացել, իրանք հավատացին դրան, որ իրոքից երազանքը կարա իրականանալ։ Երեխաները երկար ժամանակ սպասում էին ձեզ հետ հանդիպման, մանավանդ ամանորյա հրաշք երբևէ չճաշակած երեխաներ այսօր հրաշալի կերպով իրենց օջախում վայելեցին ձեր ներկայությունը, նաև նվերներ ստացան ձեզանից, անչափ շնորհակալ ենք ձեզանից։ Ես եմ շնորհակալ, որ Աստված ինձ այդ հնարավորությունը տվել է, որ ես կարողանամ ասու կամքը իմ ներկա լինելով կատարեմ եւ ինչ որ մի փոքր բան անեմ այդ ընտանիքի համար իմ ծննդյան օրով իմ համար դա շատ մեծ նվեր է։ Ձեր մասնակցությամբ իսկապես երեխաները հավատացին ամանորյա հրաշքին եւ դուք էլ
զարդարեցիք իսկապես հրաշալի դարձրեցիք այս ամանորը երեխաների համար, կենցաղային իրեր, կահույք, մեծ նվերներ արեցիք եւ թող Աստված ձեզ շատ օրհնի։ Գիտեք, Աստված մեզ ուսուցանում է ասելով, թե սովորեք ինձանից, որ խոնարհ եմ եւ հեզ եմ սրտով, գիտեմ, որ իսկապես բարձրացնելու է ձեզ, մանավանդ որ այն ամենը, ինչ որ մարդու սրտից գալիս է բարին, իսկապես զարդարում է ոչ միայն նրանց, ում համար ինքը դա անում է, հատկապես իրեն մեծացնում եւ կյանքը վայելուչ է դարձնում։ Ամեն, շատ բարի։ Ես կամի կողմից եւ Մուշեղյան ոսկերչական զարդեր ընկերության կողմից այս նվերը ցես։ Ձեր ծննդյան եւ ամանորի կապակցությամբ։ Շատ շնորհակալություն, շատ հաճելի է, շատ շնորհակալ եմ ձեզ։ Մերսի Տեր Աջան։ Մենք ենք շնորհակալ։ Ես կամ Արիկ Դումնիկյան 2026, շատ շնորհակալություն, շատ գեղեցիկ է։ Ես կամի բարի սրտով երգիչ Արիկ Դումնիկյան։ Շնորհակալություն ձեզ, շատ զգացված եմ, շատ հաճելի է։ Շնորհավոր ամանոր եւ գալիք Սուրբ Ծնունդ։ Թող Աստծո սերը, լույսը բոլոր օջախներում թագավորի։ Շնորհավոր։